Արել ենք փողոցիստերը բերել ծախերը, մենք արել ենք ջուրը։ Ամեն օր մեջ իսկ հիմի ունենք։ Ամեն րոպեին ջուր ունենք, երբ ուզենանք տանենք թարմ ջուրը խմենք։ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները 30 տարի խմելու ջուր են գնել տարածքում շրջող ցիստերներից կամ տարբեր հատվածներում տեղադրված ջրի կետերից։ Հիմա խմելու ջրի աղբյուրներ են հասցվել բնակավայր սուբվենցիոն ծրագրով։ Խնայողան են ճաշեպում կամ սուրճ հույր գալում, հաջորդովի ջուրը պրծնում էր։ Սպասենք պիտի մինչև ֆլագով բերեն, առնենք, յոլա գնայինք։ Իսկ հիմա ավելի լավ, երբ ցանկացած բան գալիս են, մարդիկ լցում են ամաներով, տանում արխային օգտագործում են։ Գյուղում 2 ցայտաղբյուր արդեն գործում է։ Նախատեսվում է, որ շուտով դրանք 4-ը կլինեն։ Խմելու ջուրն արդեն հասցվել է նաև մանկապարտեզ ու հիմնական դպրոց։ Հերթը միջնակարգ դպրոցինն է։ Մեծ ուրախություն է մեր բնակիչների համար եւ գյուղը սա ընկալեց որպես իրադարձություն եւ դա իրոք այդպես էր։ Հետագայում, երբ ջրի ավելի շատ աղբյուրներ լինեն բնակավայրում, խմելու ջուրը կհասցվի նաև տներ։ Առայժմ բնակարաններն ապահովված են միայն արտեզյան ջրով, որը խմելու չէ, բայց կենցաղային տարբեր կարիքներ հոգալ հնարավոր է։ Ուրախությամբ նայում եմ, թե ինչպես երեկոյան աշխատանքից հետո մեր գյուղի բնակիչները գալիս են իրենց տարաներով ջուրը տանում են։ Շատ հաճելի է, սա բարեկեցություն է մեր գյուղի համար։ Գյուղի բնակչի կյանքի որակն է բարձրացել, էլ չի սպասում, որ ցիստերնա գա, առավոտից երեկո իրենց տարաները արևի տակ մնում են, մինչև որ ցիստերնը գա, իսկ հիմա ցանկացած պահի գալիս են ջուրը տանում են։ Սուրիկ Ալեքսանյանն ասում է, պատահում էր օրական 60 լիտր ջուր էին առնում։ Որկա 3-20-ից վերցնում ենք 200 դրամ էսի, 600 դրամ Մինակ ջրին բերիտաս։ 600 դրամ, մե 600 պամիդոր, մե 600 բադրջար, մե 600 վարունգի նշտե, հելավ, մեր տիրո ջերը արիզվալ, մե 10,000-ը հեչի պես կենած։ Վաճառվող ջրի կետերը դեռ գյուղում մնում են, ցիստերնն էլ լրիվ պարապորթի չի մատնվել։ Բնակիչներն ասում են, պատահում է ցայտաղբյուրների ջուրը կտրվում է, այդ ժամանակ նորից ստիպված են լինում գնել, լիտրը 10 դրամով։ Ծաղիկ Թովմասյանն ամեն դեպքում դեռ վճարովի ջուր է խմում, աղբյուրի ջրի համը չի հավանում։ Սրա ջուրը ուրիշ է, նրա համը ուրիշ է, ես նրանից չեմ կարողանում, մեռնեմ ջանիդ, չեմ օգտվում նրանից։ Բայց նա անընդհատ կա։ Վախտը գիտի, կարողա պատայի չլինի, այսօր 2 օր գալիս է, 3 օր, 4 օր չկար։ Թե չէ, վի բարև ձեզ, այսպե խրովար չտվեցիր։ Պիասա լավն է։ Այդքան էլ համով չի։ Համով չէ, բայց թե ոչ, տեղաստեղից լավն է, արդեզյան ջուրայինի բամշի խմվելու չեր, տակ է գալը մորսենք, դենես խալածիլիկ նորմալ ջուրը։ Չէ, գալիս է, պրոստը ուղղակի փակում ենք, մենք կրանը, որ ջուրը չեր տա, թափի անտեղ է։ Բայց ասում են օրեր ա լինում, որ չի գալիս։ Հա, օրեր է, պադամ է, որ սենք տրակում է։ Տրակել էր, գիծ էր տրակել։ Մարդիկ սարքեցին, ապահովեցին, որ ժողովուրդը տանեն, որ էլ ապարատից ջուր չվերցնեն։ Օֆելիա Սարգսյանի ընտանիքի անդամներն են գյուղի բնակիչներին տարիներ շարունակ ապահովել խմելու ջրով։ Աշխատանքից բացի դա ինչ-որ տեղ նաև պարտավորության պես մի բան էր դարձել։ Առողջ լինեին թե ոչ, այնքան պետք է կազմակերպեին, որ գյուղացիներն առանց խմելու ջրի չմնան։ Հիմա թեպետ պահանջարկը կտրուկ նվազել է, կրկնվող վթարները պարտադրում են, որ Թալինից բերվող ջուրը գյուղում դեռ ունենան։ Ջուրը Թալինից Թորնիկս է բերում, լցնում է ապարատները, ապարատներից օգտվում են։ Եղբորս տղաներ մահացավ, ցիստերը տվեց իրան, թե գյուղացիական ջուր չմնան, նայ աշխատի։ Ամեն օր գնում է, բերում։ Եթե պակասում է, պահանջարկ կա, գալիս ասում են ջուր չունենք խմելու, եղանակը շոկ է, դաշտում աշխատում են, ջուր է պետք։ Արտենի բնակավայրը Թալին համայնքի կազմում է։ Գյուղն ունի 3300 բնակչով 730 տնտեսություն։ Աննա Զախարյան, Դավիթ Մաճկալյան, լուրեր։